Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Պարոն Կիվիրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կիվիրյան, վերջի օրերի ամենակննարկվող հարցից սկսենք՝ եկեղեցու դեմ իշխանության արշավը։ Իհարկե, այդ արշավը իրենք չեն ընդունում, ասում են, որ մենք եկեղեցու դեմ չենք, այլ որոշ հոգևորականների եւ մասնավորապես Գարեգին II-ի դեմ է այս գործընթացը։ Հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը գործնական քայլերի է անցել, ասում է համակարգող խումբ ենք ստեղծելու, որը զբաղվելու է վեհարանից վեհապառին հեռացնելով։ Այս գործընթացը ընդհանուր առմամբ ինչի մասին է խոսում եւ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը ի վերջո, ինչպես է ստացվելու իր մոտ վեհարանից վեհապառին հեռացնելը։ Նայեք, նպատակը կազմաքանդել եկեղեցին մեկ, նպատակը ուրեմն հայտնի մոդելով բաժանիր եւ տիրես ստեղծել երկրում հասարակության մեջ, պետության մեջ ուրեմն առավելագույնը մասնատում, որպեսզի ինքը կարողանա վերարտադրվել 2026 թվականին, նպատակը տարբեր նման տեխնոլոգիաների միջոցով ինչ որ իրեն, այսպես ասած, հենարան ապահովել։ Դա կլինի հակաեկեղեցական խմբերի միջով, դա կլինի տարբեր, այսպես ասած, այն կարիերիստ երիտասարդների մեջ, որոնք կփորձեն այս ձևով մտնել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի աչքը։ Նայեք, եթե անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ ինչ որ մի բան ստացվի, ապա դա չի բերի եկեղեցու պարտության, սակայն կարող է հանգեցնել եկեղեցու հասարակության եւ պետության մեջ այնքան խորքային պառակտումների, որը հաղթահարելու համար երկար տարիներ կարող են պահանջվել։ Մասնավորապես, եթե մենք նայում ենք պատմությունը, դարերի ընթացքում ուրեմն եւ բոլոր եկեղեցիներում է դա եղել եւ հայ առաքելական եկեղեցում է եղել, հենց որ իշխանությունները պահի իշխանություններ փորձել են իրենց գերիշխանությունը հաստատել եկեղեցու նկատմամբ եւ դրա հետևանքներից մեկը բերել է նա, օրինակ Եվրոպայում է դա հաճախ հանդիպել, նույն Հայաստանում է հանդիպել, որ ասենք պարտվող կողմը կամ հեռացել է եւ ստեղծել է իր առանձին կաթողիկոսությունը կամ այսպես ասած եկեղեցու մեջ իշխանության բևեռը կամ հակառակը մյուս կողմն է առանձին ստեղծել եւ ստեղծվել են մի քանի եկեղեցիներ նույն ասենք ազգի մեջ պետության մեջ օրինակ հայ առաքելական եկեղեցու մոտ էլ օրինակ ժամանակին եղել է 4 կաթողիկոսություն Կիլիկիոն, Աղթամարը, Էջմիածինը եւ ասենք Գանձասարը երկուսը այսօր չկան բայց օրինակ այդ անցյալի որպես արձագանք Կիլիկիայի կաթողիկոսարանը դեռ մնացել է այլ հարց որ երկու կողմն էլ եւ Էջմիածինը եւ Կիլիկիոն ներկա դրության բավականին զուսպ են իրար նկատմամբ եւ այդ անցյալից եկող բաժանումը չեն խորացնում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս քայլը կարող է այդ առումով հանգեցնել ծանրագույն հետևանքների բոլոր առումներով։ Ինքը նայեք եկեղեցական ընդհանրապես ոչ միայն եկեղեցական կրոնական պատերազմները ամենածանր պատերազմներից մեկն է որ կարելի է սպասել այն որ Նիկոլ Փաշինյանի նպատակը եկեղեցու մաքրությունը չի ես այդ օրինակը բերել եմ մի շարք անգամներ օրինակ նայեք պատկերացնենք որ ապրիորի իբր թե դրա նպատակը եկեղեցու մաքրությունն էր առանց անուն տալու որովհետև ես ինքս կողմնակից չեմ երբեք այդ հարցը շահարկելու իր մոտ կար պաշտոնյա բարձրաստիճան շատ պաշտոնյա որը զբաղեցրել է առանցքային պաշտոններ որի մասին մամուլը մշտապես գրում էր որ ինքը կուսակրոնությունը խախտած հոգևորականի զավակ է երբևիցե դա հուզել է Նիկոլ Փաշինյանը չէ դա երբևիցե չի հուզել այսինքն մենք այսօրվա դրությամբ ակնհայտորեն հասկանում ենք որ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե եկեղեցու այսպես ասած ապրիորի մաքրությունն է այլ իբր թե այսպես ասած դրա քողի տակ իրականում կազմաքանդումը որովհետև իր անգամ գործողությունների նորից եմ կրկնում ոնց ինչ ձևով էլ իր գործողությունները ընթանան
Դա ցանկացած պարագայում պետք է հասցնելու է ահռելի վնաս եւ եկեղեցու հեղինակությանը եւ այսպես ասած հասարակության ընդհանուր միասնությանը։ Հիմա գործողությունների մասով, պարոն Կիվիրյան, Սահմանադրությունը մեր որևէ ձևով չի տալիս այդ իրավունքը, որ երկրի իշխանությունը եկեղեցու գործերին խառնվի։ Ինչպես է հնարավոր լինելու, որ Փաշինյանը կարողանա իր նպատակին հասնել։ Այսինքն ինչ քայլեր կարող է անել Նիկոլ Փաշինյանը։ Մենք ինչ կարող ենք տեսնել, օրինակ վեհարանի շրջափակում, հատուկ ջոկատայինների ներխուժում մայրաթոր, ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլի ցանկացած գործողություն ինքը օրենքից դուրս է։ Հիշում եք, ժամանակին ինքը ոնց էր գնացել եւ շրջապատում իր հրահանգով դատարանների շենքերը։ Ինչը օրենքի կոպտագույն խախտում էր։ Հիմա օրենսդրության տեսանկյունից, այո, դուք շատ ճիշտ նկատեցիք։ Թողնենք մի կողմ Գարեգին երկրորդը ունի երեխա, չունի երեխա, խախտել է ինչ-որ բան, չի խախտել։ Դա Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի իշխանությունների, ոնց ասեմ, իրավասությունը չի։ Եկեղեցին ունի իր կանոնակարգերը, կանոնակարգը եւ առաջնորդում է դրանցով։ Եթե իհարկե որևէ հոգևորական խախտի քրեական օրենսգիրքը, պետությունը իրավունք ունի միջամտել։ Բայց այն, ինչի մեջ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է հոգևորականներին, ճիշտ է, որտեղ անունով է մեղադրում, այնտեղ քրեական, այսպես ասած, քրեական օրենսգրքով նախատեսված հետևանք դա չի առաջացում որևէ առումով։ Իհարկե իր կինը եւ կինը անանունել է մեղադրում, օրինակ իր գրառումներում մեղադրում էր մանկապղծության մեջ, բայց դա անունով չէր մեղադրում, անանուն էր մեղադրում եւ այս կապակցությամբ, եթե դա իրականությանը համապատասխանում է, պետք է լինեին քրեական գործեր, եթե չի համապատասխանում, ելի պետք է լինի քրեական գործեր զրպարտության հետ կապ։ Դատախազությունը ասել է ոչ Փաշինյանի, ոչ Աննա Հակոբյանի հետ հայտարարությունների հետ կապված որևէ քրեական գործ չկա։ Դե հենց դա ցույց է տալիս, որ իդեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ մենք գործ ունենք մերկապարանոց, անհասցե, անհիմն մեղադրանքների հետ։ Եվ դատախազությունն էլ հովանավորում է իրանց զրպարտության առումով, իրենց զրպարտություն, որտեղ փաստացի, եթե չկա այս կողմից, ուրեմն այն կողմից կա զրպարտություն։ Այս առումով որևէ գործընթաց չնախաձեռնելով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է, ասում եմ, դիմել ցանկացած ապօրինություն, առավել եւս ինքը այդ փորձ ունի, դատարանների առումով ունի եւ նաեւ պետությունից դուրս ջոկատների կազմակերպման առումով էլ ունի, որտեւ նայեք 2020 թվականին, հիշում եք, հենց որ ասենք պատերազմ է, պետք է կռվի բանակը։ Ինքը կոչ էր անում կազմել 30 հոգեանոց ջոկատներ, տնից սաղավարտներ բան վերցնել եւ այդ ջոկատից ընտրել հրամանատար եւ մեկնել պատերազմ։ Ինչը ապօրինի գործընթաց է, որտեղ կա բանակ։ Այդ հարցը մարդիկ հարկ են վճարում, բանակում ծառայում են, ճիշտ է, իրանց երեխաներին են ուղարկում, որ պատերազմի ժամանակ բանակը լուծի այդ հարցը։ Դու ջոկատ ես կազմում, հետո չունես պետություն եւ չունես բանակ։ Ժամանակ ֆիդայական ջոկատ ես կազմում։ Հիմա նույն սկզբունքով Նիկոլ Փաշինյանը մնում է կոչ անել, որ հավաքվեք այդ 10, 20, 30 հոգով, տնից եթե ունեք Աստվածաշունչ փիլոն, վերցրեք եւ այդ Աստվածաշունչով փիլոնով մեկնեք Էջմիածինը գրավելու։ Դա է մնացել, հասկանում եք։ Նիկոլ Փաշինյանին, բայց դա նորից եմ կրկնում, դա ապօրինի, ծայրի ծառ ապօրինի գործընթաց է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին եւ պետությունը տարանջատված են։ Տարանջատումը դա նշանակում է, որ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին կանոնակարգերի մեջ։ Ասում են ժողովրդին պետք է վերադարձնենք եկեղեցին։ Գիտեք ոնց է, հայ առաքելական եկեղեցին առանց այդ ժողովրդին է։ Պետք է այն, ինչ որ ժողովրդին է, վերադարձնել ժողովրդին։ Հիմա ոնց որ ասենք Աննա Հակոբյանը անկախ գրանցումից Նիկոլ Փաշինյանի կինն է։ Ոնց որ մեկը ասի Աննա Հակոբյանին պետք է վերադարձենք որպես կին Նիկոլ Փաշինյանից տուն։ Հասկանում եք, դա է։ Ինքն իրան որոշում է, որ դա ժողովրդինը չի եւ պետք է վերադարձնել ժողովրդին։
Եկեղեցին Աստծունն է, բայց հայ առաքելական եկեղեցին դա հայ ժողովրդի, այսպես ասած, անկախտելի մասն է։ Պարոն Կիվիրյան, եւս մեկ իրավական խնդիր է հարուցում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ունի փաստեր։ Մինչ այդ ինքը ասում էր, պետք է պարզի եկեղեցին պատասխան տա զավակ ունի, բայց հետո ինքը ասաց, որ փաստեր ունի, տվյալներ ունի, որ այո, վեհափառը զավակ ունի։ Հիմա ինչպես է Նիկոլ Փաշինյանը ձեռքի տակ հայտնվել եկեղեցու հայրերի, հոգևորականների մասին տվյալներ, երբ որ նույն էլի կրկնեմ եկեղեցին ու պետությունը անջատ են եւ Նայեք, կարելի է ենթադրել, որ եթե հայտնվել է ինչ-որ փաստ, ապա հայտնվել է ապօրինի կերպով, որովհետև ԱԱԾ-ն իրավունք չուներ զբաղվել, այսպես ասած, եկեղեցականների անկողին մտնելով մեկ, հաստատապես Նիկոլ Փաշինյանը այդ գործընթացի մոմ պահողը չի եղել, այնպես չի, որ ինքը կանգնի, ասի, ես մոմ պահողն էի, մոմը ձեռս կանգնած էի, հենց որ իրանք երեխա էին, այսպես երեխայի ունենալու գործընթացով էին զբաղված, հաստատապես մոմ պահողը չի եղել, այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունում է, որ ԱԱԾ-ն զբաղվել է ապօրինի գործողություններով, մեկ, երկրորդը, այդ ապօրինի գործողությունների արդյունքը տրամադրել է իրեն, որը երկրորդ ապօրինի գործողությունն է։ Հիմա ինչ փաստ ուզում ա լինի, եթե նորից եմ կրկնում, դա քրեորեն պատժելի արարք չի, ասենք մանկապղծություն չի, այդ նմանատիպ բաներ, կոնկրետ փաստեր չեն, ուրեմն եկեղեցին հանգիստ, շատ հանգիստ, այդ Նիկոլ Փաշինյանի անգամ, եթե ինքը հրապարակի այդ փաստերը կարող է այսպես փաթաթել եւ հետ ուղարկել, որ Նիկոլ Փաշինյանի մոտ, որ ծակու ուզում է մտցնի, հասկանում եք։ Այսինքն եկեղեցու հետ կապված որևէ ճնշում իշխանության կողմից չի հաջողվում։ Նայեք, ես նորից եմ ասում, ցանկացած գործողություն, որը կարող է լինել, ինքը կլինի ապօրինի։ Հիմա կարող է գիտեք ոնց է զորքը որոշի մտցնել էջմիածին տանկերով։ Կարա, որովհետև Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, պատուհաս է։ Բայց կլինի դա օրինական, չի լինի։ Դա կլինի ապօրինի։ Ու դա կբերի բազմաթիվ հետևանքների։ Նաև խնդիրը տեղի կտա եկեղեցին, այսինքն կգնա այդ ճնշումները, այսպես ասած, հաշվի առնելու եւ օրինակ վեհափառը ինքնակամ հրաժարական տա։ Այդ տարբերակը հնարավոր է։ Գիտեք, ես վեհափառին անձամբ չեմ ճանաչում։ Ես իր փոխարեն չեմ կարող, այսպես ասած, կանխագուշակել։ Ես ուղղակի հայտնել եմ իմ կարծիքը, որը պնդում եմ նորից, այս պատերազմում, եթե Գարեգին երկրորդը առանց ծայրահեղությունների գիր կանգնելու, ընդամենը շատ պինդ նստի իր աթոռին, վերջի վերջո գետը իր դեմով կտանի Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակը։ Խոսքը քաղաքականի մասին է։ Հասկանում եք։ Նիկոլ Փաշինյանը ցանկացած գործողություն դա կլինի ապօրինի ու ուղղակի կհանգեցի ծանրագույն հետևանքների եկեղեցու պետության ազգի համար։ Հասկանում եք, բայց որում ինքը հաղթող չի կարող լինել։ Ասենք հիմա գիտեք ոնց է, կարող է, ասենք ֆիզիկապես էլ չէ, ապրիորի չես հոգացնել։ Գարեգին երկրորդ, դա կլինի օրինական չէ, ու ինքը չի հաղթի մեկը։ Այս իրավիճակում նաև ինչպես պետք է պահի իրեն ժողովուրդը, որը դեմ է իշխանության քայլերին։ Օրինակ երեք օդանավակայանում դիմավորել էին վեհափառին։ Ձեր կարծիքով արդյոք պետք է այս իրավիճակում այդպիսի աջակցություն ցուցաբերել կամ որևէ ձևաչափով աջակցել վեհափառին այս պայքարում։ Գիտեք ոնց է, հայ ժողովուրդը պետք է այս պայքարում իրոք աջակցի, եթե ինքը այսպես հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ է մեկ, երկրորդը ինքը դեմ է Նիկոլ Փաշինյանի ապօրինությանը երկու, երրորդը ինքը գնահատում է իրավիճակը անկախ վեհափառը ունի երեխա թե չունի, այսինքն ոնց որ ես բացատրեցի,
այսինքն ունի թե չունի, դա Նիկոլ Փաշինյանի իրավասության մեջ չի, ու եթե ինքը իրեն փորձում է, այսպես ասած, իր լիազորություններից ավելի վերև լիազորություններ սահմանել, այսինքն ինքը դրանով, այսպես ասած, դիմում է ծայրահեղ ապօրինության, դա իշխանազավթման պես մի բան է եկեղեցու ներսում, ուրեմն այս կապակցությամբ եթե մարդիկ սթափ են գնահատում, այո, իրանք պետք է սա թույլ չտան մեկ, բայց երկրորդը իրենք պետք է չգնան այն ճանապարհով, որը օժանդակում է Նիկոլ Փաշինյանին, այսինքն ինչ է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, մասնատել հասարակությանը եւ հասարակության տարբեր շերտերին տանել իրար դեմ բախումների, որտեւ եթե ինքը փորձում է մասնատել, մասնատման արդյունքում է փորձում տիրել նաեւ բոլորին։ Դրա համար օրինակ Գարեգին երկրորդը երեք այդ ժողովրդին կոչ արեց խոհեմության, կոչ արեց իհարկե շնորհակալություն հայտնելով, բայց կոչ արեց լինել միասնական։ Սրանից առաջ եթե մենք կարդում ենք օրինակ ժողովի հայտարարությունը, նորից շատ կշռադատված ստապ հայտարարություն էր այն կապակցությամբ, որ սա Նիկոլ Փաշինյան քո իրավասությունը չի մեկ, ու երկրորդը իրանք կոչ արեցին պատկան մարմիններին կանխել այս ապօրինությունները, այսինքն որտեվ նայեք պետությունը դա Նիկոլ Փաշինյանը չի, Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն երևակայել պետություն, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ստանձնել բոլոր իշխանական լծակները եւ դրանք օգտագործել ցանկացած հակառակորդի դեմ, բայց ուրեմն պետությունը բաղկացած է ճյուղերից, ճիշտ է, նաև իրավապահ մարմիններից, եւ իրավապահ մարմինները պարտավոր են կանխել ապօրինությունը, անգամ երբ այդ ապօրինությունը անում է վարչապետը։ Բայց մեզ 7 տարին բավարար չէր հասկանալու համար, որ Փաշինյանը թույլ է տվել այդ ապօրինությունները եւ պատկամարմինները ոչինչ չեն արել։ Ինքը թույլ է տվել բազմաթիվ ապօրինություններ եւ պետության դեմ եւ ազգի դեմ, այսօր մտել է նաեւ ինչ որ առումով Աստծո ոլորտ։ Հասկանում եք, որի իրավասությունը ինքը բացարձակ չունի։ Իդեպ համակարգող խումբ ստեղծելու այդ իր գրառման մեջ ինքը ասում է, որ Աստծո օգնությամբ ինքը առաջի այդ 10 խմբին կընտրի եւ հոգու աչքերով։ Հիմա դե նորից եմ ասում, ինքը փորձում է մտնել Աստծո ոլորտ։ Դուք եթե հանուն իր իշխանության, դուք չզարմանաք, որ վաղը ինքը փորձի քննել, ասենք, Քրիստոսի ծագումը օրինական էր, թե ապօրինի է ծնվելը, թե ասենք Քրիստոսը Հովսեփի երեխան էր, թե ասենք Աստծո երեխան էր։ Այս մարդուց ամեն ինչ սпасելի է։ Ու որտեղ ինքը մտնում է, այդ ոլորտ ինքը ապականում է։ Այդ մարդը մտավ պետական ոլորտ, ապականեց այս պետությունը ու հասցրեց հայկական, այսպես ասած, լեռնաշխարհի մի մասի Արցախի վերջնական հայաթափման։ Հիմա մտնում է, ասենք, պետական կառույցները։ Պետական կառույցները այսօր ինչ վիճակում են, բոլորս ենք տեսնում։ Զբաղվեց բանակով։ Բանակը ինչ վիճակում է, բոլորս ենք տեսնում։ Այսօր մնացել է ապականել Աստծո տունը եւ ինքը ապականում է նաեւ Աստծո տունը իր կեղտոտ ոտքերով։ Ինքը միայնակ է դա որոշել, թե ինչպես նշում են, կա հետևում կանգնած նրա ուժեր։ Այսինքն Ադրբեջանից մեսիջներ կան, ասում են, ընդդիմադիր դաշտից հնչում է տեսակետ, որ հնարավոր է այդ մեսիջները վերցրեց Փաշինյանը եւ նոր թափով սկսեց եկեղեցու դեմ պայքարել։ Նայեք, ես մեսիջների առումով ոչ ապացույց ունեմ, ես էլ չեմ սիրում ընդամենը ենթադրություններ մեկնաբանել։ Այն ինչ որ մենք տեսնում ենք ըստ գրառումների, սա այդ մտքերը հղիացել են իր եւ իր կնոջ գլխում եւ երկուսով առաջ են տանում, այլ հարց, որ նաեւ իրանց թիմի ներսում անցկացում են կաստինգ, հավատարիմների կաստինգ, որովհետեւ դեմնել ընտրությունները պետք է թիմ չէ ձևավորեն, նոր ընտրական։ Այսինքն ով իրենց հետ միասին
կմիանա այս ապօրինությունները, որ իրենք տեղ ունենան հաջորդ ընտրական ցուցակում, ազգային ժողովում եւ պաշտոնների մեջ։ Ես դրա համար ասեցի, ինչ որ մասսա երիտ կարիերիստների հաստատապես սրանք կմիանա այս ապօրինությանը, այս գործողություններին, որը ոնց ասեմ, դες հետո տասնամյակներ, կարող է հարյուրամյակներ իրանց ընտանիքի անդամները ամաչեն իրանց արածի համար։ Եկեղեցու դեմ պայքարից անցնենք քաղաքական ավելի թեմաներին եւ զուգահեռ այս ամենին նաեւ ընդդիմադիր դաշտում քննարկվում է իմպիչմենտի հարցը։ Պատիվ ունեմ արդեն առաջարկել է վարչապետի իր տեխնացուին, այսօր տեղի է ունեցել բանակցություն պատիվ ունեմի եւ Հայաստան խմբակցության միջև։ Ինչ է կարծում նախ ինչու այս փուլում պատիվ ունեմը տեխնացու առաջարկեց, երբ ավելի վաղ ասում էր, որ օրինակ Սերժ Սարգսյանն ասում էր մենք իշխանության չենք հավակնում, բայց ամեն դեպքում իրենց տեխնացուն առաջարկեցին։ Հաջողություն կունեցա այս գործընթացը։ Դեք Սերժ Սարգսյանի մոտ մշտական ոճ է ասել մի բան, անել հակառակը։ Եվ դա, այսպես ասած, դա այս իշխանությունները հասարակությանը մոլորեցնելու առումով մշտապես օգտագործել են, բայց այն, որ Սերժ Սարգսյանի մոտ դա իրոք ոնց ասեմ բնավորության գիծը, ինքն էլ 18 թվին չէր առաջադրվելու, հետո որոշեց առաջադրվել, ճիշտ է, դրանից առաջ ասենք Արմենի կողմով չգիտեմ ինչ էր բուժում, դրանից առաջ Արցախը երբեք չէր լինել, դրանից հետո Արցախը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում, այսօր չկա Արցախ, այսինքն Սերժ Սարգսյանը ոնց որ իշխանություններն են մշտապես մոլորեցնում հասարակությանը, մի բան ասում, այլ բան անում, նույն այդ գծի մեջ մշտապես աշխատել է եւ շարունակում է աշխատել Սերժ Սարգսյանը։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանի մոտ դա, այսինքն հասարակության մոլորեցնելը շատ ավելի հմուտ է ստացվում։ Սերժ Սարգսյանը այդ հմտությունը չունի։ Եվ դրա համար իր մոտ այդ գործողությունները շատ ավելի զրձևով ցույց են տալիս, որ այդ մարդիկ ընդունակ չեն անգամ շատ կարճ ժամանակ իրենց խոսքը պահել։ Եթե նայեք իրանք ինչ 2018-ին ասում են չունեն, չէ Սերժից բացի տեխնացու, փաստացի ունեն, այնպես չի որ այս երիտասարդը նոր է դարել հանրապետական։ 2018 թվականին հանրապետականների ակտիվ, այսպես ասած, փողոցային թևներ կոորդինացնում։ Ընդ որում նայեք այն կարգի չուներ քաղաքական գտածակ, որ չէր էլ հասկանում, որ Սերժը սկուտեղով հանձնել է իշխանություն, դուք այդ փողոցում մեյդան եք ընկել, որ ինչ անեք։ Հիմա էլ ակնհայտորեն իրանք չեն հասկանում, որ Սերժի ձեռքում ընդամենը գործիք են։ Ինչ նպատակ։ Նայեք, իրական նպատակը Սերժն էլ ընդդիմության դաշտն է փորձում առավելագույնը մասնատել, որպիսի տիրի ընդդիմության դաշտին։ Եթե չկա 2018 թվականի պես իշխանությունը սկուտեղի պես հանձնելու գործընթաց, այդ պարագայում այս գործընթացի գործընթացը կունենա արդյոք որևէ հաջողություն։ Բայց Փաշինյանը սկուտեղի վրա կհանձնի իշխանություն։ Այսօրվա դրությամբ դրա որևէ նախադրյալ չի երևում, մեկ։ Երկրորդը, հենց հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկը Դավիթ Հարությունյանը ընդամենը վերջերս հանդիպումներից մեկի ժամանակ գնահատելով իմպիչմենտը ասեց, որ դա չունի որևէ հեռանկար։ Դա Դավիթ Հարությունյանը ունենալով փորձարարություն չի ցանկանում Սերժ Սարգսյանի ընդամենը կարճաժամկետ խաղի համար իրան դնել ժողովրդական լեզվով ասած կաբաչկիի տեղ, ինչը որ փորձում են մնացածը դնել։ Դրա համար շատ ուղիղ հայտարարեց։ Հիմա այս պարագայում ակնհայտ է մի բան, որ այս գործընթացի նպատակը, որպիսի Հայաստան դաշինքին փորձեն կապել Նիկոլ Փաշինյանի հետ մեկ, ինչով որ իրանք վերջի ամիսը ինտենսիվ այդ իմպիչմենտի հայրերը հայտարարում են, եւ երկրորդը կարողանալ դրա արդյունքում դառնալ թիվ 1 ընդդիմություն։ Ոչ թե տապալել Նիկոլ Փաշինյան, այլ դառնալ թիվ 1 ընդդիմություն, այսինքն նայեք,
մենք ենք որ պայքարում ենք, իբր իրանք են պայքարում Նիկոլի դեմ, իբր մնացածը ծախված են Նիկոլին, որտեղ չեն ուզում իրանց հրաժարականը, այն ընդամենը չեն ուզում դառնալ Սերժի ձեռքում խաղալիք իրականության մեջ, բայց իրանք կմատուցեն այդ ձևով։ Առավել եւս Սերժ Սարգսյանի ռեսուրսներում այսօր մնացել են լրատվական եւ սոցիալական ցանցերում ձևավորված խմբերը, որոնք իր հրահանգով պատրաստ են փչացնել ցանկացածի։ Եվ դա էլ անում են։ Ուրիշ ռեսուրս Սերժ Սարգսյանի բացի իհարկե ֆինանսական միջոցներից չի մնացել։ Հանրապետականից մնացել են ինչ ընդամենը, այսպես ասած, հիշողությունները, հանրապետական կառույցներից հատուկ են ինչ որ մարդիկ, օրինակ ոնց որ ասենք այդ Մասիսի քաղաքապետը իր տեղում էլի կարող է մի 2-3 տեղ, ընդհանուր, այսպես ցանց չկա, բայց այդ տեղեկատվական դաշտում, լրատվական եւ սոցիալական դաշտերում ինքը իր խմբերը ձևավորել է եւ այս խմբերով փորձում է բոլորին փչացնել։ Հիմա իմպիչմենտի գործընթացը դրան է ուղղված։ Ինչա, ասենք իրանք, ոնց ասեմ, տարել են այդ ողջ գործընթացը, հասցրել են նրան, որ նիկոլականների արդեն, այսպես ասած, ստվար զանգված անցում է իրենց կողմը, այդ թվում եւ իշխանավորների։ Մի հոգի կա այտենց, որ ցույց տան, ասեն, այսա անցնում է մեր կողմը եւ պատրաստ է իր ձայնը տալ։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը, սա լիովին բխում է Նիկոլ Փաշինյանի շահերից, որտեղ Նիկոլ Փաշինյանին այդ պետք է այդ մասնատման process-ում, նայեք, իրան լիովին ձեռա տալիս Հայաստան դաշինքին հանել կամ իջացնել կշիռը եւ բարձրացնել, ասենք, Սերժի թիմի կշիռը, այսինքն այդ ձևով դու մասնատում ես ընդհանուր բոլորին։ Տիրելուց առաջ մասնատում ես։ Եվ դրա համար օրինակ իրեն լիովին ձեռ կտա, որ ասենք նաև ինչ որ փողոցային գործընթաց ներկայումս սկսվի, ընդ որում չի բացառում, որ ինքը հատուկ նաև սրում է այս կաթողիկոսի դեմ գործընթացները, որպիսի այդ պարագայում, այսպես ասած, նայեք, այս վերջի 7 տարին դուք եթե նկատել եք, Սերժի թիմակիցները առիթ են ման գալիս, որ գնան ինչ-որ շարժմանը երակ մտնեն եւ հետո փորձեն այդ շարժման մեջ ճուտ անել։ Հիմա նույն ձևով այս կաթողիկոսի դեմ գործընթացներում փորձեն առաջինը երակ մտնել, հետո եթե հարթակ ձևավորվի գրավել այդ հարթակը կամ հարթակի մի մասը, գրավել, ասենք, այդ բարձրախոսները եւ այդտեղ իրեն ցույց տալ, որ տեսեք մենք մեզնից բան ենք ներկայացնում։ Բայց Սերժ Սարգսյանը նաեւ վստահեցնում էր, որ ոչ թե նպատակ իշխանություն ունենալն, այլ իշխանափոխությունը։ Դե գիտեք ոնց է, այսինքն այդ պարագայում որն է իրականությունը, դու իշխանություն ունենալու, իշխանափոխության հասնելու համար պետք է քո տեխնացուն հաղթի, հիմա դու չես ուզում, որ քո տեխնացուն հաղթի, Նիկոլը հեռանալու է, քո տեխնացուն չի լինելու վարչապետ, գիտեք ինքը խճճվել է իր ասածների մեջ, այդ մարդը օրինակ ես լսում եմ երեկվա իր ուրեմն խոսքը, ամբողջ կյանքի կեսը եղել է ԱԱՑ-ի պետ։ Պարզվում է ոչ մի կամպրոմատ իր ձեռքում չկա, ոչ մեկի դեմ։ Ոչինչ չգիտի։ Անտեղյակ իր համար նստած միտեղ շախմատ է խաղացել։ Բայց եթե 30 տարի անտեղյակ է եղել, հիմա է տեղեկացված։ Ինքն իրան գիտեք ոնց է, երևի ոչ մեկը այդպես իրեն չի ծաղրում։ Այսինքն համոզիչ չէր ասածները։ Ոչ մեկը այդպես իրեն չի ծաղրում Սերժ Սարգսյանին, ոնց որ Սերժ Սարգսյանը ինքն իրեն հենց որ բացում է բերանը։ Ինքը դա հավանաբար երկար տարիներ հասկացել է, դրա համար ինքը միշտ լռում էր։ Հիմա քանի որ բոլորը փորձում են հրապարակային լինել, ինքն էլ որոշեց սկսել խոսալ։ Եվ դա դարձավ ինքն իր գլխին փորձանք։ Եթե դուք անեք 2018 թվականից բոլոր խոսքերը, կտեսնեք, որ մի մասը ընդամենը այնտեղ, այսպես ասած, բուլյոնի մեջ միս էլ չկա, անգամ մի կտոր միս, իսկ մնացածը իրար հակասում է։ Ոնց որ ինքը ասում էր, որ ասենք մենք չունենք տեխնացու, հիմա պարզվեց ունեն տեխնացու։
Դուք նշեցիք, որ խնդիրը նաև ընդդիմության դաշտում առաջին տեղը զբաղեցնելն է, բայց պարոն Կիվիրյան, տեսեք, դա ընտրովի չի, դու ընտրես դառնաց, այսինքն հանրության տեսանկյունից եթե դիտարկենք, ինչքան էլ իրենց նշանակեն կամ որևէ քաղաքական ուժ իրեն ընդդիմության առաջին, այսպես սանդղակում դնի, հանրությունը ինչպես է։ Դա իհարկե նշանակովի չի, բայց դա տեխնոլոգիաների արդյունք է։ Այսինքն ես ինչի շեշտեցի, որ իրանք սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում ստեղծել են այդ խմբերը, ֆինանսական միջոցներ էլ ունեն։ Ամբողջ աշխարհում ընտրական գործընթացները դա այնպես չի, որ շարքային Կիրակոսը կամ Մարտիրոսը գնում ընտրում են։ Սեփական ուղեղով ընդունակ են ընտրել 3-ից 5%։ Մնացած 95%-ը մշտապես տեխնոլոգիաների, այսպես ասած, կոպիտ ասած զոհ են գնում։ Տարատեսակ տեղեկատվական տեխնոլոգիաների, ազդելու տեխնոլոգիաների։ Հիմա օրինակ ողջ աշխարհում դրան միացել են նաև արհեստական բանականության կիրառումը ընտրական գործընթացներում։ Հիմա ինչ սպասենք այս երկու քաոս ստեղծվելուց հետո, այսինքն մի կողմից եկեղեցու դեմ այս ամբողջ քաոսը, մյուս դեպքում ընդդիմադիր դաշտում է քաոս, անհասկանալի է, ինչ են ուզում, ոնց են ուզում ու ինչ տարբերակով պետք է պայքարեն իշխանության դեմ կամ հասնեն իպինչպետի գործընթացին։ Այս քաոսները ձեր կարծիքով նախ վերահսկելի քաոսներ են եւ երկրորդը կարող է դրանք նաև պայմանավորված են առաջիկա ընտրությունների հետ որոշակի վերադասավորումներ։ Իսկ սկզբանե ասեցի, որ նշանակետը ընտրություններն են, ընտրությունների երկու բևեռների կողմից էլ բոլորը ինտենսիվ կերպով իհարկե բացի եկեղեցուց, եկեղեցին փորձում է պահել իր դիրքերը ընդամենը այդ դաշտում։ Իսկ մնացած եւ իշխանության եւ ընդդիմության համար, այսպես ասած, նշանակետը դա ընտրություններն են։ Արդեն իսկ բոլորը շատ ակտիվ, ինտենսիվ կերպով զբաղվում են այդ ընտրությունները։ Օրինակ նայեք, հենց որ Նիկոլ Փաշինյանը ամենասկզբից այդ գործընթացն աստվածաշնչյան, այսպես ցիտատներ ա բերում, եկեղեցական հայրերին ա ցիտում, այն դարել է կուլտուրական, այսպես ասած, աղոթած, բան կա, չէ, աղոթած գառնուկ, որ ասում են, այդ դիրքերում է իրան պահում, բայց սկզբից ինքը շատ գրեհիկ բառապաշարով էր խոսում, օրինակ այդտեղ ակնհայտ երևում էր, որ այս մարդը փորձում է նորից ընտրությունների հետ կապված տիրանալ ԴՕԿ-ի ընտրազանգվածին։ ԴՕԿ-ը չկա, բայց իր ընտրազանգվածը մնացել է եւ այդ կերպ ինքը իր տիկինը ընկած փորձում է այդ բառապաշարը, բանը ուրեմն հասարակությանը այդ կերպ համոզել, որ նայեք մենք էլ ենք այդ բառապաշարը կրող եւ ձեր, այսպես ասած, այո, ձեր քվեները մեզ տվեք, որովհետև մենք պատրաստ ենք այդ բառապաշարով ձեզ բավարարել, գրեհիկ բառապաշարով։ Դա հետո այս վերջի գործընթացն է, դա ամբողջը պայմանավորված է ընտրություններով։ Չսպասել որևէ ֆորս մաժորներ մինչև 26 թվական, այսինքն գնում ենք հերթական ընտրություն։ Չգիտեք ոնց է, ոչ մեկը չի կարող կանխատեսել ֆորս մաժորը։ Ամեն ինչ է առավել ևս այս ուրեմն բուրըն զարգացող աշխարհում, որտեղ կան արտաքին խնդիրներ, տարածաշրջանային խնդիրներ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց բացի այդ ֆորս մաժորից, բացի սև կարապից, դու ունես դասական, այսպես ասած, դեմդ 2026-ին ընտրություններ եւ իշխանությունները եւ ընդդիմությունը ինտենսիվ կերպով արդեն լծված են այդ գործընթացին։ Այս ամենը պայմանավորված է դրանով։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։